Պարոն Քոչյանի Բարսախոսը միասեք իր ելույթի հերթն է։ Սխմեք որ միան այդ, առանց սխմելու չի միան։ Նորացում է եւի կարմիր լույսեր ավարում, դրա համար է ասում։ Նախ անդրադառնամ, որ ասում եք Արցախում պարոն Լեոնյան փուշ եք հանեմ մատից։ Այդ Արցախու տունը, տեղը, հողը, ստեղծածը, արածը հանձնել եք։ Ձեր քաղաքական ղեկավարները լռեք թողեք խոսամ, հանձնել եք հիմա փուշ եք հանում։ Մարդու տուն, տեղ, սա թողել են, եկել են, հասել են, ստե փուշ ենք հանում մատից։ Այդ նույն ձևով էլ տրանսպորտի համար էիք ասում, ասում եք բան ենք արել, էժանացրել ենք, դուք թանկացել, դուք յանտե էժանացրել եք, ինչ եք արել, դուք ոչ մի բան չեք արել, դուք հանձնել եք մատից է փուշ չեք անել։ Ձեզում պետք է, ոնց որ հիմա այս մանկապարտեզների հարցով շոու եք սարքել, նույն ձևել այդ փուշերն եք անում, էլի, ում որ պետք է։ Երկրորդ էլ որ դուք ասում եք, եթե ամեն ինչը ճիշտ լիներ, դուք նստած կլինեիք այստեղ։ Դուք ոնց որ մոռացել եք, դուք ինչպես եք այդտեղ հայտնվել, ապօրինի։ Մարդիկ ընդդիմադի ձևանալով եկե միացել են ձեզ եւ անաստագողությունով քվեարկել եք քաղաքապետ եք անօրինական ընտրել։ Այդ ենց եք այդտեղ նստած։ Եվ այո, ճիշտ եք ասում, քաղաքացինը գնահատականը տալու, քաղաքացին իր գնահատականը տվել է, թե Գյումրիում, թե Փարաքարում, թե մնացած համայնքներում, որտեղ որ փորձել եք ապոնի, լռեք դուք տոլակ չի, ամյատ կորեք Այդ հանձնաժողովները, որ ստեղծում եք, ձեր գործընկերները այդ հանձնաժողովները չեն ներկայանում, արհամարում են, այդ դրա համար եք ստեղծում այս հանձնաժողովները, այո, այդ որ ասեք քաղաքացին է տալու, այդ քաղաքացուն տեսել ենք ոնց եք այս նույն մանկապարտեզների խոստումներ տալու, մասիվում հավաքել եք եւ բան եք կիրառել, ռեժիմը կիրառել, Արա թող խոսանք չես հասկանում, որ չի կարելի։ Արգելի գործընկերներ։ Ինքի խաչը դրանք։ Այդ նույն մանկապարտեզների աշխատողներին հավաքել եք մասիվ, այդ տենց եք այս ատեղ նստած։ Եվ քաղաքացին այո տալու է ձեր գնահատականը։ Այսքանը։